կասել եք, որ դուք աղոթքները շարունակելու եք նաև մայր աթոռում, այսինքն դուք նշել եք, որ սա մի գործընթաց է, որը տանում է կաթողիկոսին հեռացման, բայց հանրային պահանջ մենք չենք տեսնում։ Դուք չեք տեսնում։ Սա կենթանի process է, որտեղ խոսակցություն է տեղի ունենում հանրության հետ, խոսակցություն է տեղի ունենում յուրաքանչյուրը ինքը իր հետ, խոսակցություն է տեղի ունենում Աստծո հետ, եւ ասենք դուք եթե հարցնեիք, մոտավորապես հարցնեիք, ինչու ես որոշեցի գնալ պատարակների, ընդ որում առաջիկայում էլ եմ գնալու, որովհետեւ ես նաեւ իմ եթերներից մեկում պարզաբանեցի, որ ես կարծում եմ, որ խոսքը մեր սրբության սրբոցի մայր աթոռի հոգևոր եւ բարոյական նորոգման մասին է, եւ այդ հոգևոր եւ բարոյական նորոգմանը հասնելու եւ մեր սրբության սրբոց մտնելու ճանապարհին մենք պետք է մաքրվենք։ Սա ինձ համար մաքրվելու ճանապարհ է ձեր ասած եզրագծին հասնելու համար, որովհետեւ իմ թեզը որն է, ես ասում եմ մենք անդադ խոսում ենք արժեքահենք հանրության մասին, բայց մենք չենք կարող արժեքահենք հանրություն ունենանք, եթե մեր սրբության սրբոցը, մեր բարոյական եւ արժեքային համակարգի էպիկենտրոնը աղտոտված է, բայց հետո հասկանում ենք նաեւ այդ քննարկումների ընթացքում, որ ի վերջո դա տեղի է ունեցել մեր միջավայրում, այսինքն դա տեղի է ունեցել, որովհետեւ մենք ենք թույլ տվել, դա տեղի է ունեցել, որովհետեւ մենք այդ ամենի ականատեսն ենք եւ մեր ականատես լինելու բերումով մասնակիցը, ուրեմն եթե մենք ասում ենք, որ ուրիշները արժանի չեն մեր սրբության սրբոցին, իսկ արժանի չեն, բայց մենք էլ պետք է նախ արժանանանք, եւ այդ է պատճառը, ինչ ենք գնում պատարակի, ինչ եմ հաղորդություն ընդունում եւ շարունակելու եմ հաղորդություն ընդունել, որպեսզի իհարկե գնալու ենք մայր աթոռ դա, երբ որ բավարար չափով մաքրված կզգամ ինձ այն ժամանակ։